Մարտի 15-ին ժամը 7:10-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցում շրջագայություն կատարելիս ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության և բարեկապահագետային ծառայության գնդի աշխատակիցները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով մի երիտասարդի բերման ենթարկեցին։ Ծառայություն էինք իրականացնում բարեկապահագետային ծառայության աշխատակիցների հետ։ Հրաչյա Քոչար 36 հասցեի մոտ նկատեցինք մի երիտասարդի, որը երկաթյա սայլակով տեղափոխում էր տան կենցաղային իրեր։ Նկատելով մեզ դիմեց հախուստի, նրան հնարավոր եղավ բռնել, որի ժամանակ պարզվեց, որ կենցաղային իրերը գողացված են։ Նշված երիտասարդին բերման ենթարկեցինք ոստիկանության Արաբկիրի բաժին։ Արմեն Սահակյանը նույն Արաբկիրի վարչական տարածքի բնակիչ էր, ըստ նրա առաջին անգամ չէր գողություն կատարում, ուղղակի առաջին անգամ էր բռնվել, այն էլ գողոնը ձեռքին։ Մենակ մտել եմ բակ, դռան վրա ֆաներ կա եղել, ձեռով ջարդել եմ, ձեռս ներս եմ կողել, զամուկը բացել եմ, այդ տնից ենք բանման տարել, կաստրուլ կա, դրել բարգալ կա, դրուժբա ու վերջ։ Մարտի 14-ի երեկոյան Կոմիտասի 49 հասցեում գործող տոնավաճառի առաջին հարկից բեռնատար սայլակ էր թռցրել ու հաջորդ օրն առավոտյան Սոսեի փողոցի տներից մեկից գողություն անելուց հետո գողոնը սայլակին բարձած դուրս եկել փողոց։ Գողացել էր ինչ կարողացել էր, սկսած մի շիշ ձեթից ու լվացքի փոշուց, մինչև DVD ձայնարկիչ, հեռուստացույց ու ալեհավաք։ Օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներով պարզվեց, որ հիշյալ գողությունից բացի Սահակյանն արդեն ոչ թե միայնակ, այլ ընկերոջ Երևանի բնակիչ Սարգիս Ավագյանի հետ նախորդ 2 ամիսներին Արաբկիրից կատարել է նաև այլ գողություններ։ Հունվարի 18-ին 43 փողոցի տներից մեկի բակից գողացել էին 15 պարկ փայտ։ Փետրվարի 27-ին նույն տանեկից ավտոտնակից հափշտակել էին հեռուստացույց, խոհանոցային կաթսաներ և $500։ Հարկավոր էր գտնել Արամի ընկերոջը, և իրավապահները գործի անցան։ Մարտի 16-ին ժամը 17-ի սահմաններում ոստիկանները Արամ Խաչատրյանի փողոցից բերման ենթարկեցին նաև Սարգիս Ավագյանին։ Գողոնը մասամբ առգրավված է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է։